Բարի երեկո, ես ինչպես միշտ խնդրելու եմ, որպեսզի գրեք, թե ինչպես եք լսում ինձ, ձայնը ինչպես է, եթե դիտողներ կան, ես պարզապես խնդրում եմ ինձ ձայնը, միայն ձայնն է հետաքրքիր ինձ, ինչպես է լսվում ձայնը, մեկ վայրկյան, ես փորձեմ բարձրացնել իմ համակարգիչը, երևի շատ բարձր եղավ, Միշա Մինասյանի նման միայն խոհանոցից եմ հիմա հեռարձակելու։ Ես խնդրում եմ ձայնի որակը, եթե կարելի է, այսօր հունիս 9 է 2020 թվականի և Փարիզի ժամանակով ճիշտ երեկոյան 11-ն է 23-ը։ Ես պետք է խնդրեմ, որպեսզի ինձ ձայնի մասին ասեք։ Ձայնը, ինչպես եք լսում, հատկապես եթե Հայաստանում լսողներ կան։ Դրսում ավելի լավ են լսում ինձ, գիտեմ, ձայնի մասին եթե ինձ տեղեկացնեք, հրաշալի կլինի։ Ես չգիտեմ, ինձ լսվում եմ արդյոք, լավ է լսվում արդյոք իմ ձայնը, լավ է լսվում, վատ է լսվում, կարևոր բան է սա։ Ձայնի մասին որևիցե մեկը ոչինչ չի ասում։ Լավ։ Սպասեմ մի քիչ էլ, ինչև լուր տակ, թե ինչպես եք լսում ինձ։ Կարևոր է, որ ես իմանամ ինչպես եք ձայնս լսում, սիրելիներս։ Որովհետև եթե չեք լսում ինձ, անիմաստ է իմ Ես խնդրում եմ, երկու հոգի եմ տեսնում հիմա, որ միացել են, եթե կարելի է, եթե նույնիսկ հետո չեք լսելու, պարզապես ասեք, Արման ջան, ողջույն, ուզում եմ իմանալ ինչպես է ձայնս լսվում, թեև ես գիտեմ, որ նահանգներում և Կանադայում լսվում է նորմալ։ Ձայնի մասին։ Ինչպես եք լսում ձայնս, եթե ասեք կշարունակեմ, եթե չէ ստիպված կլինեմ անջատել, որովհետև նշանակում է, որ դուք ինձ չեք լսում։ Իսկ ես մենախոսելը հաղորդումները մի քիչ մենախոսություն են, հիմա ընդհանրապես կդառնա մենախոսություն բոլորովին լսված չլինելու հեռանկարով, տխուր հեռանկար է։ Որևէ մեկը լուր տվեք ինձ, որովհետև այս համակարգիչս դժբախտաբար նաև հայերեն ստեղնաշարժ չունի, այսինքն ես նույնիսկ չեմ կարող խնդրել ինչպես հայատառ գրել գոնե, որպեսզի դուք արձագանքեք։ Արդեն 4 րոպե է սկսել եմ, բայց ոչինչ չեմ սկսել, որովհետև որևիցե մեկը լուր չի տալիս, թե ինչպես է լսվում ձայնս։ Թեև ես այսօր պատրաստված եմ, ճիշտն ասած։ Կարող եմ նույնիսկ այնուամենայնիվ սկսել։ Կլսվի, չի լսվի, հիմա ինչ արած։ Ուրեմն նախորդ հաղորդումից հետո, որ եղավ ամսի 6-ին, ես խնդրում եմ ձայնս ասեք ինչպես է լսվում
Դժվար է մեկնումեկդ գրեք չի լսվում կամ գրեք, որովհետև եթե ես ինչ-որ մեկը խոսում է, ես չեմ լսում, անպայման գրում եմ չի լսվում ինչ-որ ասում ես, ուշադրություն դարձրու։ Կամ գրեք, որ լսվում է։ Չգիտեմ ինչ անեմ, ազնիվ խոսք, չգիտեմ շարունակեմ արդյոք, թե լավ է, Սուսաննա ջան, փառք Աստծո, շնորհակալ եմ։ Ուրեմն նախորդ հաղորդումից հետո, որ ամսի 6-ին եղավ, հարցեր եղան, եւ այդ հարցերը ես հիմնականում պատասխանելու եմ այն հարցերին կամ արձագանքելու եմ այն գրառումներին, որոնք ստացել եմ ճիշտ հաղորդման վարը։ Դուք ինքներդ կարող եք գրառումները կարդալ, տեսնել։ Ես ուրեմն այնտեղ կան երկու ռուսերեն գրված գրառում, որոնք ես մոտավորապես թարգմանել եմ հայերեն։ Գրառումներից մեկը ընդհանրապես հիմա կասեմ ում գրառումը ընդհանրապես ռուսերեն էլ չէր։ Իմ վատ ռուսերենով ես հասկացա, որ գրառումը առանձնապես գրառումանողը առանձնապես չի տիրապետում լեզվին, ամոթ չէ, բայց այդ դեպքում գրում ես այն լեզվով, որ գիտես։ Ուրեմն Տիգրան Սահակյանը, չգիտեմ ով է այս մարդը, ես չեմ ճանաչում, ինքն է գրել, ռուսերեն է գրել, վատ ռուսերեն, կարող եք տեսնել, բայց ինչ է գրում, միտքը հետևյալն է, որ փորձել եմ թարգմանել։ Այդ ուժերը, չգիտենք որ ուժերին է վերաբերում, խոսքը մոռանում են, թե ով է մեզ զինել 1992-93 թվականներին եւ մենք հաղթեցինք պատերազմը։ Ռուսաստանը, Ելցինը եւ Գրաչևը, այսինքն նրանք են մեզ զինել եւ մենք հաղթել ենք պատերազմը։ Եվ նրանք, որ ասում են դեմ դուրս գալ Ռուսաստանին, հիշեցնում եմ, ով դեմ ելավ Ռուսաստանին, երկրի կեսից ավելին կորցրեց։ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան։ Նախ մի փոքրիկ խնդրանք այս Տիգրան Սահակյանին ես ուզում եմ որպեսզի ինքը ինձ պատմի, թե ինչ կորցրեց Մոլդովյան եւ Ադրբեջանը, ինչ են կորցրել այս երկու երկրները եւ երբ են դուրս եկել Ռուսաստանի դեմ կամ այսպես չասենք, ինքը սխալ է ձևակերպում, ինքը գրում է «Պրոտիվ Ռասիի», ես թարգմանում եմ Ռուսաստանի դեմ, իրականում իմ խնդիրը որևէ մեկի դեմ դուրս գալը չէ, ելնելը չէ, այլ ազատագրվելը, սրանք երկու տարբեր բաներ են, երբ դու դուրս ես գալիս ինչ-որ մեկի դեմ, դու նշանակում է պատերազմ ես հայտարարում, երբ դու ազատագրվում ես, դու որևէ մեկի դեմ չես անում ինչ-որ գործողություն, դու ինքդ հանգիստ իրերդ հավաքում ես ու դուրս ես գալիս, եւ եթե բարեկիրթ ես, ասենք թե ոչ թե գնում ես եւ հարձակվում ես, ռուսական զորքի վրա եւ հրահրում ես ինչ-որ խնդիրներ, այլ խնդրում ես, որ այդ զորքը դուրս գա Գյումրիի տարածքից 102-րդ ռազմական զորամասն է, ինչ վերաբերում է 1992-93 թվականների ընդհանրապես պատերազմի հաղթանակին, եթե նկատի ունի Արցախյան պատերազմը Տիգրան Սահակյանը, ապա ես պետք է դժբախտաբար եւ ինչ վերաբերում է ինչ որ տարածքների կորուստի, դժբախտաբար պետք է ասեմ Տիգրան Սահակյանին, եթե ինքը չգիտի, որ Հայաստանը ոչինչ չի հաղթել ըստ էության եւ Հայաստանը ոչինչ չունի կորցնելու, հաստացի իրավականորեն Հայաստանը ոչինչ ձեռք չի բերել, ոչինչ չի պատկանում Հայաստանին, որպեսզի հենց որ մենք Ռուսաստանից դուրս գանք, հանկարծ Ռուսաստանը որոշի դրանք խլել մեզանից, մենք չունենք տարածքներ, որոնք ամրագրված են օրենքով, Հայաստանի կողմից ճանաչված են որպես հայկական տարածքներ, որպես Հայաստան, եթե դուք նկատի ունեք Տիգրան Արցախը, Ղարաբաղը, ապա Հայաստանն ինքը չի ճանաչում Արցախի ինքնուրույնությունը, առավել ևս չի ճանաչում Հայաստանը Արցախը որպես իր մաս, որպես իր նահանգ։ Այնպես որ
այս հեքիաթները այնինչ կրկնում եմ անընդհատ լսում եք հեռատեսիլով, բոլորովին կարիք չկա վերապատմելու, որովհետև ես մոտավորապես առնվազն, ինչ ասեմ, 2000, չեմ հիշում, 10 թվականից եմ գուցե սկսել այս հաղորդումների շարքը սկսել ենք հորս հետ եւ արդեն 10 տարի խոսում ենք նույն բանի մասին։ Նույն բանի մասին ենք խոսում, ես ինքս ձանձրանում եմ իմ ասածից։ Ես ինքս ինձանից ձանձրանում եմ, դուք չեք ձանձրանում, դուք շարունակում եք ինձ պնդել ինչ-որ բաներ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում։ Ի դեպ, ինչ վերաբերում է Ռուսաստանի օգնությանը 92-93 թվականներին, Տիգրանը նաև չգիտի, թե ինչպիսի օգնություն Ռուսաստանը մատուցում էր Ադրբեջանին եւ մինչեւ այսօր մատուցում է Ադրբեջանին, ընդհուպ մինչեւ բոլորը եւ Թուրքիային իդեպ, Թուրքիային եւ Ադրբեջանին Ռուսաստանը լինելով Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես հայտնում է ընկեր Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է Սմերջ զենքը, բացեք համացանցի մեջ տեսեք ինչ է իրենից ներկայացնում այդ զենքը, եւ Թուրքիային վաճառում է ուրեմն հրթիռներ։ Եթե ձեր կարծիքով Ադրբեջանը ինչ-որ բան է կորցնում, կամ դուրս է եկել Ռուսաստանի կազմից, սխալվում եք, Ադրբեջանը սուլթանատ է, ինչպես ասենք Չեչենստանը եւ այլն, այնպես որ ոչ ֆեդերացիայի մեջ չմտնող, բայց համենայն դեպս կախյալ վիճակի մեջ է, եւ մենք էլ ենք կախյալ վիճակի մեջ Ռուսաստանից, եւ հազարավոր անգամներ, հազարավոր մարդիկ, բազմաթիվ եւ բազմիցս կրկնել ու բացատրել ենք, որ երկիրը շուտ ազատագրվի Ռուսաստանի ճիրաններից, Արցախը դառնալու է նրա մաս, նրա նահանգ, նրա մեջ է մտնելու։ Եթե Հայաստանը ազատագրվեց, ապա կդառնա Արցախը Հայաստան։ Եթե Ադրբեջանը ազատագրվեց, այս դեպքում արդեն կդառնա Ադրբեջան։ Եվ որևիցե մեկը, այսինքն սա կդառնա այլևս երկարատև, բանի խնդիր, երկար ծխող կրակ։ Կամ դուք սա կհասկանաք, կամ կշարունակեք կարծել, որ մեզ 92-93 թվականներին նախ կկարծեք, որ մենք պատերազմ ենք հաղթել, հետո կկարծեք, որ ինչ վերաբերում է Վրաստանին եւ Ուկրաինային։ Գիտեք, ճտերի նաշնանն են հաշվում։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ ճակատագիր կունենա Ղրիմը, ինչ ճակատագիր կունենան Ուկրաինայի այն հատվածները, որոնց ըստ էության, որոնց դեմ պաշտոնապես պատերազմ Ռուսաստանը չի հայտարարել, բայց որոնց դեմ պատերազմում է եւ արնակամ է անում Ուկրաինային, Ռուսաստանը։ Բայց մենք բոլորովին տեղյակ չենք, թե եթե վաղը կենսաբանական, չէ, մարմին, օրգան ընկեր Պուտինը ենթադրենք վախճանվի ծերությունից, հիվանդությունից եւ վերջապես մարդ է, ապա ինչ կփոխվի Ռուսաստանի մեջ։ Կարող ենք կարծել, որ դրանից մինչև նրա մահն էլ կարող է ինչ-որ բան փոխվել, թեև քիչ հավանական է։ Այնպես ինչպես նա է կարճել իշխանությունից, ես խմորումներ կան միշտ, հետևում ենք բոլորս, բայց բանից պարզվում է, որ այդ խմորումները այսպես կուտակվում են, ըստ էության դրանք հետո կարող են արտահայտվել ցույցերի ձևով, կարող են արտահայտվել հանրահավաքների եւ այլնի ձևով, հետո բռնություններ, հետո խախանդվում է ժողովուրդը եւ դրանք հիմնականին տեղի են ունենում մեծ քաղաքներում եւ կամ գոյաբանական խոշոր խնդիրներ, ճգնաժամեր, տագնապներ ունեցող ուրեմն նահանգներում, որոնք այս կամ այն կերպ սառեցվում են, թմրեցվում են եւ այլն։ Այսինքն Ռուսաստանի մեջ փոփոխություններ
ենթադրվում է ակնկալել միայն Պուտինի ֆիզիկական վախճանից հետո։ Մինչ այդ չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, բայց այսպես որ ասում եմ, չեմ կարծում, լսելով ուրիշների, նկատի ունենալով այն իրականությունն ու այն, ինչպես ասեմ, բռնատիրությունը կամ ինքնակալությունը, որ այսօր գոյություն ունի Ռուսաստանի մեջ։ Հույսեր տածել դժվար է։ Եվ դրանից հետո, եթե որևիցե երբևէ ինչ որ ձևով վերջանա այդ ինքնակալությունը, որևիցե մեկը չգիտի, թե ինչ կլինի այդ երկրի ապագան, նույնիսկ մոտակա ապագան, ոչ միայն հեռահար։ Շնորհակալ եմ, Վարդգես։ Ամառային չէ, պտուղների մեջ։ Ես պարզապես ճաշասենյակը, որտեղից սովորաբար վարում եմ այս հաղորդումները, այս պահին զբաղված է, որոշեցի խոհանոցում նստել, պես շատ, հետո մտածեցի, որ եթե Միշիկ Մինասյանը իրեն թույլ է տալիս իր շքեղ խոհանոցում խոսել, ես իմ փոքրիկ, այսպես համեստ, մի քիչ թափթփված, որովհետև երեկոյան ճաշից հետո դեռ չեմ հասցրել ամեն ինչ տեղավորել, հավաքել, այնպես որ ինտերիերը չգիտեմ, եթե ամառային է կամ ոչ, ամենայն դեպս ձևականություններ հետևից չընկա։ Հաջորդ դիտարկումը, մեկը գրել էր, հիմա ձեզ ասեմ, Կարինե Մովսիսյան, որին ևս չեմ ճանաչում, գրում է մի բարբաջեք։ Գիտեք, ես սոսկալի սիրում եմ այսպիսի գրառումներ, ինչու իհարկե կարելի է պատասխանել տիկին, եթե դու 3 ժամ նստել լսել ես, բարբաջել նշանակում է ցնդաբանել, վայրահաչել, չէ, վայրի վերով խոսել, ես երբեք 3 ժամ չեմ նստում լսում որևէ մեկի վայրահաչոցը, ես իսկույն անջատում ու հեռանում եմ, նույնիսկ չեմ արձագանքում, եթե որևէ բան պետք է արձագանքեմ, ես կարող եմ հետո ինքս իմ էջին ինչ-որ ակնարկներով, ինչ-որ կամ ուղղակիորեն անունները տալով ասել, բայց ես ինձ չեմ տանջում և ինձ կտանքների չեմ ենթարկում նստել 3 ժամ լսել ինչ-որ բարբաջանք, որպեսզի հետո գրեմ մի բարբաջեք, այնպես որ Կարինե Մովսիսյան, եթե ճիշտ եմ գրել անուն-ազգանունը, մի լսեք, ես ձեզ ստիպում եմ, որպեսզի դուք ինձ լսեք, չեմ ստիպում, չէ, քանի որ ես, ուրեմն, մեկ ուրիշ գրառում, Սուսաննա Հարությունյանը գրում է, տիկին, դուք խոր մոլորության մեջ եք, այսպիսի գրառումներ եմ շատ սիրում, Նիկոլը լավ կամ վատ, ուշադրություն դարձրեք գրառման ոգուն, բայց ժողովրդի ընտրյալն է, ժամանակը կգա և դուք կհամոզվեք, ուրեմն տիկին Սուսաննա Հարությունյան, նախ և առաջ լավ կամ վատ չի լինում, լինում է կամ լավ կամ վատ, և ասել, որ Նիկոլը ժողովրդի ընտրյալն է, նշանակում է չիմանալ, թե Հայաստանը ինչպիսի երկիր է, ինչպիսի կառավարման միապետական, վարչապետական խառն կառավարման երկիր է, նախագահական, վարչապետական խառն երկիր է, նախագահական ամբողջական երկիր է, միապետական ամբողջական երկիր է, կրոնական երկիր է, վարչապետական երկիր է, այսինքն, եթե դուք չգիտեք, որ Հայաստանի վարչապետը չի ընտրվում ժողովրդի կողմից և չի կարող լինել ժողովրդի ընտրյալ, սա նշանակում է, որ մոլորության մեջ դուք եք, որովհետև նույնիսկ Անգլիայի վարչապետը ժողովրդի ընտրյալ չի համարվում որևէ
քաղաքագիրտ երկրի ընկալման մեջ նրան չեն ասում ժողովրդին ժողովուրդը ընտրեց Մարգարետ Թետչերին երբեք ազգային ժողովը իրենց պարլամենտը ընտրում է վարչապետ մեր Հայաստանի դեպքում եւս Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը չի ընտրել որովհետև ընդհանրապես վարչապետին ժողովուրդը չի ընտրում ժողովուրդը ընտրում է ազգային ժողով այդ ազգային ժողովը ընտրում է վարչապետ եւ որպեսզի դուք հասկանաք որ դուք եք մոլորության մեջ ապա ես պետք է հիշեցնեմ որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել է նույնիսկ ոչ թե իմ քայլը մեծամասնական այսօրվա ազգային ժողովը այլ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել է ՀՀԿ սերժական ինչպես դուք եք ասում մեծամասնությամբ ազգային ժողովը հիմա եկեք հասկանանք ով է մոլորության մեջ Ես ենթադրում եմ, որ ոչ դուք եք մոլորության մեջ, ոչ ես։ Իմ եւ ձեր տարբերությունը, Տիկին Սուսաննա, այն է, որ ես գիտեմ, դուք չգիտեք։ Եվ սա մարդը կարող է մոլորության մեջ ընկնել, երբ ինչ-որ բան գիտի, բայց այսպես շեղվում է եւ այն չէ, դուք ուղղակի չգիտեք։ Հաշտվեք այդ մտքի հետ, բացեք համացանցը Չեմ ասում հանրագիտարանների հետ, որովհետև եթե դուք համացանց ունենալու դեպքում անգամ մինչև որևէ գրառում անելը չեք ճշտում ինչ-որ խնդիրներ, որ կարող եք չիմանալ, անգիր չհիշել։ Բայց եթե դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ եւ դուք ինձ սպառնում եք, որ ժամանակը կգա եւ ես կհամոզվեմ, ապա ժամանակը եկել է ուսումնասիրեք, միշտ կրկնում եմ, սովորեք, կարդացեք, իմացեք, հասկացեք եւ հետո եզրակացությունների հանգեք միայն դրանից հետո, դրանից առաջ հեծանիվներ մի հորինեք, դրանք արդեն հորինված են եւ հատկապես դա մի ներկայացրեք ինձ որպես այսպես հալած յուղ հիմա մեկ ուրիշ ուրեմն Մարինե Սարգսյանը նույնպես ռուսերեն է գրառումը ես իջեցնեմ իմ էկրանը որովհետև շատ հաճախ գրառումներ են լինում որոնք ես տեսնում եմ շատ ուշ Մարինե Սարգսյանը նույնպես ռուսերեն գրում է ներեցեք ես կարծում եմ որ նա Սորոսի ներկայացուցիչ է Մարինե սիրելիս ես չգիտեմ ում նկատի ունեք նա ասելով եթե նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին ապա Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես սկսենք Սորոսից ես սրա մասին եմ երևի որերորդ անգամ եմ խոսում հիշեցրեք քանի երրորդ անգամ եմ պատմում Սորոսի կենսագրությունը կրկնում եմ կարող եք համացանցի մեջ ինքներդ որոնել եւ գտնել ուրեմն Սորոսը իր կենսագրության մեջ ունի անշուշտ մարդը միլիարդատեր է նույնիսկ եթե միլիարդատեր չլիներ այլ անոթ հևան մարդ անպայման իր կյանքի ընթացքում 1, 2, 10, 20, 100 եթե ոչ ավել մեղք գործած կա անպայման եթե միլիարդատեր է Հավանականությունը, որ այդ քանակը կրկնապատկվում է, մեծ է, կարող է։ Ինչ որ մեկի նյութական շահն է, վնասել, մյուսի չգիտեմ, կնոջն է, գայթակղել, գնա իմացիր, միլիարդատեր է մարդը։ Հիմա Սորոսը Որպես այդպիսին սորոսականություն, երբ դուք ասում եք սորոսականություն, դուք կրկնում եք ռուսական կամ Ռուսաստանի մեջ տարածված եւ հեռատեսիլով անընդհատ կրկնվող սորոսականության միտքը կամ գաղափարը ծագել է Ռուսաստանի մեջ վերջին երևի եթե չչափազանցեմ
5 տարին, գուցե ավելի քիչ իդեպ։ Մինչ այդ օրինակ Գարի Կասպարովին, Նեմցովին եւ այլն դերևս նորաձև մոդայիկ չէր ասել սորոսականներ, նրանց ասում էին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտ, արտաքին գործերի նախարարությունն է նրանց հովանավորում նյութապես եւ բայց այս սորոսականություն միտքը ծագել է ավելի շատ Ալեքսեյ Նավալնու քաղաքական ակտիվության շրջանին եւ նրա հրավիրած ցույցերից սկսեց այս սորոսականություն արտահայտությունը ըստ էության սորոսականություն ոչինչ չի նշանակում սորոսականությունը փիլիսոփայական տեսություն չէ սորոսականությունը փիլիսոփայական դպրոց չէ Սորոսականությունը վարչական կամ կառավարման եղանակ չէ Սորոսականությունը ինչ ասեմ գրական ժանր գրական ուրեմն սեր կամ արվեստի մեջ սեր ժանր չէ ինչ է սորոսականությունը գիտեք միայն դուք եւ միայն Ռուսաստանը Ես ենթադրում եմ որ սորոսական ասելով դուք նկատի ունեք որ Միացյալ Նահանգների մեջ ապրող միլիարդատեր Ջորջ Սորոսը հովանավորում է Նիկոլ Փաշինյանին։ Եթե դուք ասում եք, կարծում եք, որ նա էլ նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինչու եմ ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանին նկատի ունեք, որովհետև հիմնականում նրա եւ նրա թիմակիցներին է այս արտահայտությունը այսպես նրանց մասին են ասում եւ կամ բոլոր նրանց ում չեն հավանում երբ դու ինչ որ մեկին չես հավանում չես վստահում եւ կամ համոզումները չես բաժանում եւ այլն բոլորովին պարտադիր չէ ասել սորոսական է դու կարող ես ասել ես սրան այսինչին չեմ վստահում մարդիկ կան շատ շատերը ոչ միայն իշխանություն այլև ընդդիմության մեջ մարդիկ կան, ուժեր կան, որոնց ես չեմ վստահում, բայց ես նրանց նույնիսկ չեմ կարող ասել, կան, որոնց կարող եմ ասել, բայց հիմնականում այն ուժերը ում դեմ, նույնիսկ ընդդիմության մեջ, ում մասին կամ, ում քննարկում եմ, ում մասին խոսում եմ, ես նրանց չեմ մեղադրում նույնիսկ Կրեմլից հովանավորվելու մեջ, որովհետև սրանք ոչ թե վտանգավոր է ինձ կամ իրենց, ոչ թե իրենց կամ ինձ եմ խնայում, բոլորովին, պարզապես երբ բոլոր հարցերը որոշում ենք մեկ բառով փոքրացնել, մանրացնել ու ասել, որ սորոսական է այսինչը, մյուսը, չգիտեմ, կագեբեական է, մյուսը, սա խնդիրը չքննելու մի տեսակ հողով աղբը ծածկելու, այսինքն մենք փոխանակ քննարկելու, մենք այսպես անուն ենք դնում եւ անցնում ենք առաջ, իսկ դա ինձ ձեռնտու չէ, որովհետեւ ինձ հետաքրքիր չէ, որովհետեւ ինձ հետաքրքիր է հասկանալ ինչ է տեղի ունենում։ Ինչու չի կարող Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ այսպես թայֆայով լինել Ջորջ Սորոսի հովանավորության տակ, շատ պարզ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության առաջին իսկ օրերին, ես դրա մասին էլ եմ խոսել, այդ հարցը իրեն տվել է իդեպ ՀՀԿ ինչ-որ պատգամավոր։ Ես ենթադրում եմ, որ այդ թատրոնը, այդ սցենարը, այդ թատերգությունը ևս Կրեմլի, այսպես ասեմ, կողմից նշանակված լավ բառ կա, հիմա եթե սկսեմ որոնել կարող է միտքս շեղվի ընդհանուր այն միտքը, որի մասին ուզում եմ խոսել, կգա բառը կվերադառնամ դրան։ Սա անշուշտ պայմանավորվածություն չէ Սերժի եւ
ՀՀԿ-ի եւ ասենք թե Նիկոլի միջև։ Սա հրահանգ է կամ կոնսուլտանտները, խորհրդականները Կրեմլի կողմից, որոնք ղեկավարում են թե Նիկոլին, թե Սերժին։ Այդպես են որոշել, որ պետք է ՀՀԿ-ական որևէ պատգամավոր այդ հարցը տա, որպեսզի ձեր կարծիքով, ձեր ընտրյալ Նիկոլը բարձրաձայն ասի այն, ինչ ասեց։ Ինչ ասաց։ Ասաց, որ երբ ինքը ընդդիմություն էր դեմ էր, որպեսզի Հայաստանը խայտարակ Ռուսաստանի կազմում մնա եւ Եվրասիական միության անդամակցի, բայց որպես վարչապետ կողմ է։ Սրանից ավելի սոսկալի եւ այդ հայ ժողովուրդը նույնիսկ այդ պահին չսթափվեց ու չասաց նախ եթե սա նշանակում է որ դու ինչին որ դեմ ես եղել իբրև թե ընդդիմություն եղած այդ ժամանակ եթե դու նույն արագությամբ կերպարանափոխվելով ու զգեստափոխվելով սալտո մորտաներներ տալով պետք է հիմա էլ որպես իշխանություն կողմ լինես, ուրեմն վայ մեզ, ուրեմն հենց հիմա իրերդ հավաքիր ու գնա։ Մենք քեզ չենք ընտրել, ոչ էլ ընտրել ենք ՀՀԿ մեծամասնությամբ ազգային ժողով, չէ՞։ Հոչեք վիճի, որ ՀՀԿ մեծամասնության ազգային ժողովը ընտրյալներ չեն։ Գիտենք, որ կեղծիքներով են ընտրվել, գրեթե նշանակվել են։ Այնպես որ սրանց կասկածել, որ Սորոսը, որ իր ամբողջ գործունեությամբ, իր կյանքի ամբողջ եւ գիտակցությունը տեղը մարդ է, մեծահասակ է, բայց գիտակցությունը տեղն է, առողջ է եւ այլն։ Եթե նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է սովետական միությունը տապալելու եւ ռուսական չարիքի կայսրության դեմ իր գործողությունները ու բացահայտ չթաքցնելով ճիշտ այնպես ինչպես ես, բայց ես այդ միլիարդները չունեմ դժբախտաբար։ Ապա անհնարին է, որ Ռուսաստանին հավատարմության երթում տվող Նիկոլ Փաշինյանին որևէ հարցում հովանավորի։ Սա մեկ ընդմիշտ ականջներիդ օղարեք, այդպես չի լինում։ Այո, բարեկամիդ բարեկամը կարող է քո բարեկամը լինել, բայց քո թշնամու բարեկամը չի կարող երբեք ու երբեք քո բարեկամը դառնալ։ Քո թշնամու բարեկամը քո թշնամին է։ Այն էլ, եթե դու նրան պետք է վճարես կամ հովանավորես կամ ինչ-որ կերպ օգտակար լինես։ Սորոսը մանկամիտ չէ։ Այնպես որ հանգստացեք, Սորոսի հետքը անգամ Հայաստանում չկա, հատկապես որ Սորոսի բոլոր ծրագրերը, հիմնական ծրագրերը եղել են կամ մշակութային, կամ կրթական, կամ բարեգործական։ Եթե ինձ թվարկեք Նիկոլ Փաշինյանի կուլտուրական, կրթական եւ բարեգործական հատկանիշները կամ իր թայֆայի մյուս անդամների եւ ինձ ասեք, որ այսինչը գոնե բարեկիրթ խոսել գիտի Սորոսի շնորհիվ, ես գուցե սկսեմ կասկածել կամ տարակուսեմ, այսպես մտքեր ծնեն, ասեմ այնուամենայնիվ կիրթ են սրանք, գուցե ոչ մեկը կիրթ չի, ոչ մեկը դրանցից շնորհքով նորմալ համալսարանական կրթություն չունի, պարզապես որովհետև նույնիսկ խոսել չգիտեն, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը խոսել չգիտի։ Այնպես որ ձեռք քաշեք Սորոսից, Նիկոլ Փաշինյանը Սորոսի դրածոն չէ, Նիկոլ Փաշինյանը Կրեմլի դրածոն է։ Եվ ես սա ասում եմ այն վստահությամբ, ինչ վստահությամբ սովորաբար չեմ սիրում, այսպես ածականներով ասելով սա է, սա նա է, բայց այստեղ պարզապես փակագծերը բացում ենք եւ որոշում ենք ով ինչ է։ Տեսնեմ ինչ է գրում Վարդգեսը, որպեսզի հետո առաջացնեմ։
Վարդգես Դավթյանը գրում է. Լիլիթ ջան, չես կարծում, որ ներկայումս ձևավորվող անձի պաշտամունքը, Նիկոլի պաշտամունքը գալիս է ոչ թե մարդկանց թյուրըմբռնումներից կամ կարճատեսությունից, այլ պարզապես քրոնիկական հոգնածությունից, պատմական հոգնածությունից, չէ՞ որ հիմա Հայաստանում ապրող ամենաթերուս տաքսիստն էլ գիտի, որ եթե մի երկրի ազգային սեփականությունը ամբողջապես Ռուսաստանի հսկողության տակ է, ապա այդ երկրում լուրջ չէ խոսել ինչ-որ ներքին քաղաքական շարժումներից։ Վարդգես ջան, ես այո, համաձայն եմ քեզ հետ, բայց համաձայն չեմ, որ մենք պետք է գուցե հոգնած ենք։ Ես պարզապես շատ լավ չեմ հասկանում ինչ է նշանակում պատմական հոգնածություն։ Մենք պատմականորեն ավելի հոգնած ենք, քան հրեաները։ Ես չեմ կարծում։ Մենք պատմականորեն ավելի տառապած ու տանջված ու հոգնած ենք, քան հրեաները, նույնպես չեմ կարծում։ Այսինքն, ինչու եմ հրեաներին օրինակ բերում, որովհետև վերջին հաշվով այդ ժողովուրդը մեզ համար լավագույն օրինակ է։ Լավագույն օրինակ է պատմականորեն հոգնած, ես Արևելյան Եվրոպայի մեջ անընդհատ պոգրոմների չէ, բարբարոսության պարզապես ենթարկված, Արևմտյան Եվրոպայում ևս, Իսպանիայում, Ֆրանսիայի մեջ սոսկալի, Վիշի կառավարություն, համագործակցություն, որովհետև ֆրանսացիների այդ շրջանում մեծ մասը հակահրեական էին եւ այլն, ուզում եմ ասել, այդ ժողովրդից ավելի պատմականորեն հոգնած չենք, բայց այդ ժողովրդին խաբելը հիմա հակահրեական մի շերտ կա հայերի մեջ, որ իսկույն կհայտնվեն ու կասեն, դե դրանց խաբել կրում, ինչ հիմար բաներ դուրս կտան, դրանց չեմ պատասխանելու, թեև լսում եմ, ականջս լսում է այդ իրենց փաստարկումները։ Գիտես, նրանց հնարավոր չի խաբել, որովհետև նրանք գիտեն մեկ ճշմարտություն, երկիր ունենալու համար եւ սեփական երկիր ունենալու համար պետք է պայքարել, նախ պետք է ուզենալ, անընդհատ մեզ հիշեցնում, հրաշալի գիտես, թե ինչ են մեզ հիշեցնում, երկու տարբերակ, երկու տեսակ կա, առաջին տեսակը այն է, որ ասում է, չէ, երբեք ոչ մի դեպքում Ռուսաստանից չենք ազատագրվում, որովհետև Ռուսաստանը մեր աշխարհի ամենահզոր գերտերություն են ասում, չէ, Ռուսաստանը չհասկանալով գերտերություն բառի իմաստը։ Սա մեկ, երկրորդ տեսակն այն է, երբ ասում է, որ հա, ճիշտ ես ասում, բայց ախր մենք շրջապատված ենք թշնամիներով։ Հրեաների Իսրայելը ինչով է, ումով է շրջապատված։ Եթե կուզեք իմանալ, մենք քրիստոնյա, եթե մենք այդպես պետք է որոշենք թշնամին ու բարեկամը նախ կրոնական մեր պատկանելությամբ, ապա Ռուսաստանն էլ է այսպես ասած քրիստոնյա երկիր, բայց իր ժողովրդին չի խնայում, ինչու մեզ պետք է խնայի մեկ։ Երկրորդ, մենք մեր կողքին ունենք Վրաստան, կարող ենք նրանց միանալ, դա էլ չենք անում։ Հրեաների կողքը կարող է մի 5 հատ էլ Հրեաստան կա, բոլորովին։ Եվ հրեաների եւ Պաղեստինի, Իսրայելի եւ Պաղեստինի խնդիրը քրիստոնյա մուսուլմանը չէ, վերջին հաշվով, մենք դա էլ ենք հասկանում։ Ուրիշ մի բան էլ եմ ուզում հիշեցնել մեր այն բարեկամներին, որոնք անընդհատ վախենում են, որ մենք շրջապատված ենք մուսուլմանական երկրներով եւ վայ մեզ, եթե մենք ռուսներից ազատագրվենք։ Նախ մենք Ռուսաստանի հետ որևէ սահման չունենք։ Այսինքն քո հարևանը չէ Ռուսաստանը։ Երկրորդ, Գերմանիան քրիստոնեական երկիր է, բայց Գերմանիան միայն 20-րդ դարի ընթացքին երկու անգամ հարձակվել է մյուս քրիստոնյա երկրների վրա։ Ուզում եմ ասել, որ եւ այն էլ այն շրջանում, երբ իսկապես կրոնական խնդիրները շատ ավելի կարևոր էին, քան այսօր։ Խնդիրը քրիստոնյայի եւ մահմեդականության մեջ չէ վերջին հաշվով։ Ես ուզում եմ ասել, որ
ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես, բայց ասել որ Պողոս Մկրյան, օլա, բայց համաձայն չեմ, որ պատմական հոգնածությունը որևէ նշանակություն եւ կամ արդարացնում է մեր ծորությունը։ Ինքդ շատ լավ գիտես, որ մեզանում մարդիկ կան, որոնք ընդհանրապես չեն ուզում լսել այդ մասին, ինչու, որովհետեւ հենց գիտակցեցին, հենց ընդունեցին, պետք է գործողության դիմեն։ Իսկ գործողությունը ես չեմ խոսում պատերազմի մասին, կորուստների, այդ գործողությունների մասին չեմ խոսում, չէ։ Պետք է արարքներ գործեն, իսկ արարք գործելու համար վճռականություն է հարկավոր։ Հենց այս առիթով էլ, եթե դիտել եք լավ կհասկանաք ինչի մասին եմ խոսում, եթե ոչ, ապա ես երկու հաղորդում, երկու հատված կարճ հաղորդումներ տեսագրեցինք եւ տեղադրեցի Հարություն Բաղդասարյանի հետ, շարունակելու ենք մեր զրույցը, այնտեղ համացանցի հետ կապված խնդիր եղավ տեխնիկական եւ հետո չկարողացանք կապվել, բայց անպայման շարունակելի նյութ է, որովհետեւ չենք ավարտել զրույցը, բայց հիմա ես ինչ որ կասեմ, սա եթե Հարությունը լսի, նաեւ այն զրույցը այնքան որքան հասցրեցինք խոսել, դա ինձ ուրեմն մտքեր ծնեց իմ մեջ, որ ուզում եմ անպայման բաժանել ձեզ հետ, որովհետեւ Հարությունի օրենքի նախագիծ կամ սահմանադրության օրենքի նախագծի մեջ ինքը մեծ նշանակություն է տալիս Սփյուռքի մասնակցությանը Հայաստանի կառավարման աշխատանքների մեջ, նույնիսկ օրենսդիր որպես մարմին։ Ինքը անշուշտ իր հետ զրույցի ընթացքին ես կփորձեմ հասկանալ, թե ինքն ինչ նկատի ունի, բայց ես մտավախություններ կամ տարակուսանքներ ունեմ, ինչու, որովհետև նախ եւ առաջ ինքս դեմ չեմ բոլորովին, այսինքն սկզբունքորեն այո, ինչու ոչ, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ Հայաստանի մեջ այնպիսի խառնակ վիճակ է, այնքան չգիտենք ով ում բարեկամն է Հայաստանի մեջ, այնքան է ամեն ինչ քաոսային ու խառնաշփոթ ու շիլաշփոթ, որ եթե հիմա Սփյուռք բերենք մասնակից, ընդհանրապես տակից դուրս չենք գա, որովհետև դրսում ապրողները, ամեն մեկն այն երկրում, որ երկրի մեջ ապրում է, գոնե իր միջավայրի մեջ նկատում է, որ Սփյուռքը, որպես այդպիսի, նախ եւ առաջ միաշերտ, միատարր զանգված չէ։ Տարբեր երկրներում ապրող հայությունը տարբեր ընկալումներ ունի, աշխարհընկալում ունի եւ Հայաստանի վերաբերյալ իր վերաբերմունքը ունի Հայաստանի մասին։ Օրինակ Ռուսաստանի մեջ ապրող հայության եւ Միացյալ Նահանգների մեջ ապրող հայության ընկալումները թե Հայաստանի վերաբերյալ, թե ընդհանրապես աշխարհի, թե ընդհանրապես ես նկատի ունեմ իդեպ մտածող մարդկանց խավը։ Ես մտածողներին ես չեմ խոսում միջին կամ նույնիսկ միջինից ցածր այն խավը, որը բացարձակապես տգետ է, բացարձակապես զոմբիացած է, դրանց մասին չեմ խոսում, բայց արդեն իսկ ամեն երկրի մեջ ապրող հայության տեսակներն են տարբեր մեկ։ Երկրորդ, մեկ ուրիշ շերտ է Սփյուռքի մեջ, ենթադրենք մինչև 90-ականների, նույնիսկ Ռուսաստանի մեջ ապրող հայության, նրանք, ովքեր մինչև 90-ականներն են տեղափոխվել Հայաստանից հեռացել, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա եւ այլն, եւ 90-ականներից հետո, որովհետեւ 90-ականներին Հայաստանից դուրս եկան ոչ միայն նրանք, որ ենթադրենք դժգոհ էին, քաղաքականապես դժգոհ էին եւ հասկանում էին, որ երազը չիրականացավ եւ ազատագրության չեն գնում, որ մեծ մասը այդպես չէր, մեծ մասը
Տարօրինակ պարադոքսալ մի երևույթ տեղի ունեցավ։ Օրինակ ռայկոմի քարտուղարներ հեռացան Հայաստանից, բայց չգնացին Ռուսաստան ապրելու, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Կարոտելով իրենց սովետական անցյալը, իրենց սովետական կենսագրությունը, այդ մարդիկ, կրկնում եմ, հետաքրքիրը դա է, նրանք իրենք որոշեցին հանգրվանել Միացյալ Նահանգներում։ Սա հետաքրքիր պարադոքս է, այսինքն դու կարոտում ես փակ համակարգ ու չգիտես ինչու գնում ես դեպի բաց համակարգ։ Ուրեմն սա էլ նկատի ունենանք, որ շրջանի սփյուռքը նկատի ունենք, երբ ասում ենք սփյուռք ենք ներգրավում Հայաստանի կառավարման եւ վարչական ուրեմն շրջանակների մեջ։ Հետո սփյուռքի մեջ ենթադրենք նույն Ֆրանսիայի մեջ մարդիկ, որոնք Հարություն, հրաշալի է, որ լսում ես։ Ուրեմն հետո զրուցելիս հարցերս հավանաբար թեթևակի կկրկնեմ, բայց գոնե պատրաստվես էլի։ Հետո սփյուռքի մեջ ինքը սփյուռքը, ինքը օրինակ Ֆրանսիայի պարագային այնքան տարբեր է, այն հայության այն հատվածը, որը քաղաքականություն է անում, գրեթե չկա, որովհետև ինչպես բացատրեմ, որպեսզի դու սփյուռքահայությանը բերես օրենսդիր, Հայաստանի օրենսդիր շրջանակների մեջ, որ ընտրվեն եւ այլն։ Ում շահը պաշտպանելու համար Հայաստանի, շատ լավ։ Հայաստանի շահը պաշտպանելու համար Հայաստանի մեջ ապրողները բավական են։ Հայաստանի շահը, ես ենթադրում եմ, որ սփյուռքի մեջ ապրող հայը շատ ավելի արդյունավետ կպաշտպանի, եթե փորձի մտնել Ռուսաստանի նկատի չունեմ, որովհետև այնտեղ անհուսալի վիճակ է, որևէ ժողովրդական հիմնարկեք չի գործում, բայց հատկապես արևմտյան քաղաքակիրթ երկրների մեջ ապրողներին ենթադրում եմ, որ այդ հայությունը շատ ավելի պիտանի կլինի Հայաստանի, եթե կարողանա դառնալ տվյալ երկրի, այն երկրի, ուր ինքը ապրում է, այդ երկրի մեջ տեղական, նահանգային, մարզային, հանրապետական կամ պետական շրջանակների մեջ դառնա ընտրյալ կամ վարչական պաշտոնյա։ Այդ դեպքում նորից ենք հրեաներին վերադառնում, հավանաբար նրա օգնությունը շատ ավելի մեծ կլինի։ Եվ ես ավելի կողմնակից եմ երկրորդ տարբերակին, որպեսզի այստեղ գոնե մեր երեխաները, նրանք, որ ուսում են ստանում, նրանք, որ մի քիչ իրավագիտություն գիտեն, երբ ասում եմ մի քիչ, դա մի քիչը չի, որոնք գիտեն իրավագիտություն, որոնք գիտեն տնտեսագիտություն, որոնք գիտեն կառավարման համակարգ, սովորել են մարդիկ, գիտեն, աշխատել են նաև, այս մարդկանց, եթե պետք է սփյուռքը մոբիլիզացնենք, գուցե այդ սփյուռքը մոբիլիզանա, որպեսզի այս մարդիկ դրսում ենթադրենք դառնան օրենսդիր, ենթենք Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մեջ մտնեն եւ ի օգուտ Հայաստանի աշխատեն։ Ասենք Ֆրանսիայի մեջ ազգային ժողովի
երես փոխանդառնան։ Այսինքն մենք ոչ թե գնանք ընտրենք որևէ սոցիալիստ Ռոնելուկեի, որի մասին պատմել եմ, որին այստեղ հայությանը խափելով ձայները պոկեցին հեղափոխական դաշնակցության մարոխյանական ճտերը, ասելով, որ նա պաշտպանում է Հայաստանը եւ հատկապես Ղարաբաղի շահը։ Մինչդեռ ես դες պատմել եմ, խոստացել եմ, բայց դեռ չեմ տեղադրել իմ Facebook-յան էջին, անպայման կանեմ, դրանք բաց աղբյուրներից ստացած նյութեր են, գաղտնիք չէ, ամեն մեկը կարող է, աղբյուրը նշվելու է, կարող եք ինքներդ մտնել եւ տեսնել, եւ դա այդ աղբյուրները տարածված են, այսինքն մասնագետները կամ հետաքրքրվողները գիտեն, եւ Ռոնելուկեն երբեք ու երբեք որևէ Ղարաբաղի հետ կապված որևէ օրենք, որոշում եւ այլն ըստ էության չի մասնակցել քվեարկության, ոչ դեմ է քվեարկել, ոչ կողմ, պարզապես ոչ էլ ձեռնպահ, պարզապես դուրս է եկել դահլիճից։ Իսկ սա ուզում եմ ասել, որ այդ դեպքում, եթե հայությանը մոբիլիզացնում ենք, ապա գուցե խնդրենք դրսում Հայաստանի շահը պաշտպանել, թե չէ հետո հարությունին եմ ասում եւ այլ դուք լսեք մեկ ուրիշ հանգամանք, օրինակ 90-ականներին եկած հայությունը, ասենք, մի պատկեր ունի Հայաստանի նկատմամբ եւ 15 երազ այստեղ էլ է աղճատված, այստեղ էլ անհասկանալի, բոլորովին անհասկանալի, ինչ-որ Նիկոլապաշտներ կան, շատ անհասկանալի Քոչարյանապաշտներ կան, որովհետև Քոչարյանի ժամանակ կարողացել են գնալ Հայաստան, հացի փռեր ստեղծել, կամ գնալ որսորդության Ղարաբաղ, որսորդություն են արել Ղարաբաղում, մի բան, որ Ֆրանսիայի մեջ խիստ կարգոկանոնով է, դու չես կարող բոլոր ամեն ուզածդ կենթանուն, ուզածդ ժամանակ գնալ ու կրակել եւ այն, ուզում եմ ասել, այնինչ հնարավոր էր ապօրինաբար անել Հայաստանում, այստեղ չէին կարող եւ Հայաստանը, Քոչարյանական Հայաստանը իրենց համար շատ լավ էր, հրաշալի էր եւ համարում էին, որ մարդիկ, ովքեր եղել են ուսակցականներ սովետական տարիներին, ուզած թե չուզած, հա դա լավ չէ, բայց որ իրենք բոլոր իշխանություններին գցնում են եւ կաշառում են եւ այսպես հետո այստեղից գնում էին որպես զբոսաշրջիկներ վերադառնում են Հայաստան եւ կյանքում Ղարաբաղի տեղը չիմանալով ոչ ավել ու ոչ պակաս գնում են այնտեղ որսորդության։ Ուզում եմ ասել, այնքան տեսակ կա, այնպիսի շերտավորումներ կան Սփյուռքի մեջ, որ եթե դրանց պետք է մենք ընտրենք, որոնք կհավաքեն այն ձայների քանակը կունենան ինչ որ անհրաժեշտ է։ Ես ոչ, չեմ էլ ուզում, բայց տեսականորեն անգամ ես դες վստահեցնում եմ, որ ես 50 ձայն 25 տարի ապրում եմ Ֆրանսիայի մեջ, ես 50 հոգի չի գտնվի, որպեսզի համաձայնի ինձ ընտրել կամ իմ թեկնածությունը ներկայացնել, սրա պատասխանն էլ կա։ Եվ դա ինձ չի վիրավորում, դա ինձ հիացնում է եւ իմ արժեքը իմ աչքին բարձրացնում է, սա խնդրի մի կողմն է, բայց ովքեր են ընտրվելու, այ սա խնդիր է, որովհետեւ ինչպես առաջին, երկրորդ, երրորդ սերունդը սփյուռքահայության բոլորովին խեղաթյուրված տպավորություն ուներ Հայաստանի մասին, այնպես էլ Հայաստանում ապրողները նույն այդ տպավորությունը, զգացողությունը կամ պատկերը ունեն Սփյուռքի մասին։ Սփյուռքը սոսկալի ճահճացած վիճակի մեջ է, հատկապես որ հայախոս կամ Հայաստանով հետաքրքրվող հատվածը ողբերգական վիճակում է, ողբերգական, սրանք Ռուսաստան պաշտող իրենք Ֆրանսիայի մեջ ապրելով համարում են, որ Հայաստանը առանց Ռուսաստանի չի կարող ապրել։ Այսինքն մենք ինչ ենք ընտրելու ենք, ասում եմ, Մուրադ Փափազյան, Արադ Հորանյաններին, որոնք այսպես թե այնպես անընդհատ փրփուրների վրա են, նրանք 50 չէ, 5000 ձայն կբերեն եւ այն ինչ անում են
առանց երեսփոխան լինելու ի վնաս Հայաստանի, այս անգամ արդեն որպես Հայաստանի մեջ падգամավոր, թե Սփյուռքը կապականեն ավելի, քան ապականում են, եւ թե Հայաստանում սաբոտաժների մի հսկա շարան է գալու եւ գալու են անպայման լինելու են դրանք ռուդիմենտներն են թե սովետականի, թե սերժականի, թե քոչարյանականի եւ թե Լևոն Տեր-Պետրոսյանականի իդեպ։ Այնպես որ շատ զգուշ պետք է լինենք Սփյուռքի հետ երազների եւ ես միշտ ասում եմ Սփյուռքը ես չեմ, իր վատ եւ լավ դրսևորումներով Սփյուռքը ես չեմ, Սփյուռքը ձեր մի 2-3 ընկերը չեն, դժբախտաբար այն մարդիկ ում դուք դեմ չէիք լինի տեսնել Հայաստանի ազգային ժողովի մեջ, դժբախտաբար այդ մարդիկ նախ շատ քիչ են, հետո տարածված ենք, իսկ Միացյալ Նահանգներում մի քանի լավ բարեկամ ունեն, որոնց սիրով իմ ձայնը կտան, որպեսզի նրանք ընտրվեն որպես օրենսդիր կամ նույնիսկ վարչական աշխատանքի, բայց սրանք այնպիսի տեխնիկական խնդիրներ են, հարություն, որ մինչև մենք սա լուծենք, երկիրը ձեռքից կգնա։ Հատկապես, որ դուք եք ասում, որ վաղը չէ մյուս օրը կամ վաղը Նիկոլ չի լինելու։ Վաղը Սփյուռք չկա, որը պատրաստ է վաղը Հայաստանը ազատագրել։ Այնպես որ սրա մասին շատ լուրջ, որովհետև սա շատ վտանգավոր է։ Իսկն անհայտ մարմնի հետ գործ ունենք եւ այն սփյուռքահայերը, որոնք հայտնվում են Հայաստանի մեջ, դառնում են այս կամ այն կուսակցության, այս կամ այն շարժումի, քաղաքական ուժի եւ այլն, այսպես 5-րդ ոտք, 5-րդ անիվ, մնալու են 5-րդ անիվ։ Հիմա իմաստը որն է։ Իմաստը որն է։ Ես այստեղ մարդիկ, ովքեր ընդվզում են կամ չգիտեմ, նույնիսկ տեղական խնդիրներից Ֆրանսայի կամ քաղաքային խնդիրներից, այն ժամանակ երբ դեռ երեսփոխան էի քաղաքապետարանում, միշտ ասում էի դու ում ես ընտրել, ինձ չես ընտրել։ Եթե ինձ չես ընտրել, ինձանից մի պահանջիր, որովհետև ես ոչ մի լծակ չունեմ, ոչ քեզ բնակարան տալու, հատկացնելու, եթե դրա կարիքը իրոք ունես, ոչ չեմ առնետների դեմ պայքարելու, ոչ մաքրությանը հետևելու, որովհետև ես իշխանության լծակները իմ ձեռքին չեն։ Եվ ես փոքրամասնություն եմ, երբ ձայներով, երբ սրանից 6 տարի առաջ մեր ընտրական ցուցակը գլխավորում էր հայ ազգությամբ եւ հայերեն խոսացող մի տղամարդ, երիտասարդ տղամարդ, Պատրիկ Պետրոսյան։ Մեզ հայերը եւ ես երկրորդն էի, այսինքն երկու հայ, առաջին տեղը հորիզոնականը ինքն էր, երկրորդ հորիզոնականը ես էի։ Ինքն այստեղ մեծացած, բայց Հայաստանում ծնված, Ֆրանսա տեղափոխված, բայց միջավայրը այստեղ, չգիտեմ, ընտանիք, ազգականներ, ընկերներ եւ այլն։ Ես Հայաստանից եկած։ Թվում է, որ երկու ճամբարից էլ ներկայացնում ենք մեր 15 փոքրիկ տոկոսները, որ մենք ստացանք, ըստ էության մեզ հայությունը դա չնվիրեց, մեզ չընտրեց հայությունը, որովհետև եթե հայությունը ընտրեր, մենք առնվազն 30% կունենայինք։ Հայությունը ընտրեց սոցիալիստներին, որովհետև նրանց հետ հեշտ է կաշառքի, ծանոթության, հիմնականում կաշառքով, որովհետև այդպիսի պատմություններ գիտենք։ Բնակարաններ ստանալ, 5 բնակարան, գարաժ, մի խոսքով, աշխատանք, սովորական։ Քաղաքապետարանում ենթադրենք ընդունարանի քարտուղարուհի, որ այդ
հիմնական աշխատանքը բավական է, որ քեզ ուրեմն հնարավորություն ունենաս բանկից, հա, դրամատնից կրեդիտներով բնակարան գնել, տուն գնել, մեքենա, այսինքն հիմնական աշխատավարձ ունենալ եւ բոլոր առավելություններով, որովհետեւ ֆունկցիոներները առավելություններ ունեն այստեղ։ Եթե հարցեր ունեք, ես դրանց սիրով կպատասխանեմ։ Եթե չունեք, գուցե այսօր անպայման չէ, որ 3 ժամ ամեն անգամ խոսեմ, չէ։ Ես ուղղակի ուզում եմ իջնել, տեսնել, եթե հարցեր կան։ Ուրեմն արդեն 1 ժամ է խոսում եմ։ Ես փորձեցի այսօր պարզապես պատասխանել այն 3 4 կամ 3 հոգուն, որ նախորդ հաղորդման տակ գրառումներ էին արել, փորձեցի խոսել նաև Սփյուռքի ողբերգական, բավականին ողբերգական վիճակի մասին, եւ սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ կրկնում եմ, ես ինքս եղել եմ, ապրել եմ Հայաստանում եւ ես հրաշալի հիշում եմ այն պատրանքները, որ ունեի Սփյուռքի մասին։ Ինձ թվում էր, նախ եւ առաջ մենք այսօր չունենք Մերձավոր Արևելքում ապրող այն ակտիվ, գոնե մշակութային ոլորտի մեջ ակտիվ սփյուռքահայություն, հա, Լիբանան, չգիտեմ, Հորդանան, Սիրիա եւ այլն։ Նախ այդ սերունդը չկա, երկրորդ այդ մարդիկ չկան, բոլորը տեղափոխվել են, բոլորը հեռացել են, կամ Միացյալ Նահանգներում են, կամ Ֆրանսիայում են։ Մենք Պարսկաստանում չունենք ըստ էության այն հայությունը, որովհետև նրանք էլ հիմնականին տեղափոխվել են էլի Անգլիա, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա, այսինքն այն գոնե մշակութային հայապահպան անկախ կուսակցական գույնը, սա մի կողմ, բայց առնվազն լեզվի, մշակույթի, երբ ասում եմ մշակույթ, սա լայն հասկացողություն, հա, որպես վերջին հաշվով կայացած, որովհետև դրանք օրինակ գրողներ կային, որոնք հրաշալի կրթություն ունեին, հորս սերնդակից իդեպ ժամանակին Բագինում հրապարակվում էին Բերդ Զեյթունցյանը, Զորայր Խալափյանը, Կարեն Սիմոնյանը, որի հետևանքով սա էլ կարևոր է իմանալ, որ չեմ կարող ասել, որ մեծ հալածանքներ, բայց համենայն դեպս բավականին վտանգավոր կացություն էր ստեղծվում նրանց շուրջ, երբ նրանք հրատարակվում են Բագինի էջերի մեջ։ Բագինը համարվում էր դաշնակցական մամուլ, հասկանալի է, որ սովետական Հայաստանի ուրեմն օրինակ հայրս մինչև 91 թիվը իրավունք չուներ դուրս գալ Հայաստանից, նրան ինչպես են ասում հայերենի վիեզնոյ, այսինքն արտասահման գնալու իրավունք չուներ եւ այլն, այսինքն փոքրիկ պատիժներ ստանում էին։ Թեև իրենք ոչ նյութ էին ուղարկել, ոչ պատմվածքներն էին ուղարկում Բագին, ոչ մի բան։ Բագինը ինքը ենթադրենք վերցնում արտատպում էր որևէ հայաստանյան մամուլից, արտատպում էր պատմվածք, չգիտեմ ինչ եւ այլն։ Այսօր բացեք նայեք Բագինը ովքեր են հրատարակվում, խայտառակություն է։ Ոչ Բագինն է Բագին, ոչ գրողներն են գրողներ, այսինքն մենք նույնիսկ այսօր չունենք այն մտավորական խավը, չունենք Պեպո Սիմոնյան գրող, չունենք գրականագետ եւ գրաքննադատ, որ նաեւ ճեմարանում ուսուցիչ ու դասախոս էր Գրիգոր Շահինյան, շատ շատերին չունենք, այսինքն մենք Սփյուռք, ասում եմ, դեռևս 70-ականներին կարելի էր ենթադրել, որ գոնե Իրանի կամ Լիբանանի եւ Սիրիայի հայությունը այո այնտեղից կարող էինք ընտրել հուսյալ, կրթյալ եւ
ազնվական մարդկանց հիմա ում ենք ընտրելու։ Հարցեր են սրանք։ Ես մինչև իմ ծխախոտը կպցնեմ, եթե հարցեր ունեք, սիրով գրեք, արագ կպատասխանեմ, եթե ոչ, հրաժեշտ կտամ այսօր։ Հարությունի հետ առանձին հետո հանդիպելու հեռանկարով։ Հարցեր չկան։ Եթե հարցեր չկան, ես շատ ասելիք չունեմ այսօր, ասելիքները երբ կկուտակվեն կասեմ, մեկ խնդրի շուրջ, տեսեք, շտապում եմ, ինքս ինձանից առաջ անցա։ Ես այսօր լուր ստացա, այսինքն կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը բուժվել է կորոնավիրուսից։ Սա էլ հետաքրքիր է, որովհետև ես ինքս հիվանդացել եմ COVID-19-ով եւ ես չգիտեմ ինչ է նշանակում բուժվել։ Ինչ է նշանակում բուժվել։ Բուժվել կարող է ասել այն մարդը, որը հայտնվել է, դրա հետևանքով ունեցել է, շնչառական ինչ-որ խնդիրներ, հակաբորբոքայիններ է ստացել, կամ խնդիրը հասել է շատ է առաջացել եւ թթվածնով կամ չգիտեմ, թոքերը արհեստական շնչառությամբ բուժել են մարդուն, հանել են։ Այդպիսի ընկերներ ունեմ, որոնք բարեբախտաբար դուրս եկան ծանր վիճակից 22 օր արհեստական կոմայի մեջ էին պահել եւ իրենց փոխարեն թոքերը ուրեմն հաստորեն չէին աշխատում, մեքենաներ շնչում։ Բարեբախտաբար փրկվեցին։ Ուրեմն իսկ նրանք, ովքեր ինձ նման կամ Նիկոլ Փաշինյանի նման թեթև են հիվանդացել, ասել, որ ես բուժվել եմ, ես Ֆրանսիայի մեջ ապրելով, չգիտեմ, ես բուժվել եմ, թե ոչ։ Ինչ է նշանակում բուժվել, արդեն հիվանդ չեմ։ Արդեն հիվանդ չեմ, պետք է ասել 14 օր առնվազն հետո, երբ հայտնաբերում ես, որ հիվանդ ես։ Ես խնդրում եմ ինձ որևիցե մեկը բացատրի, թե հասկանալի է ինչու միանգամից առողջացավ, ավելի արագ առողջացավ, քան աշխարհում մնացած բոլոր հիվանդները։ Դա հասկանալի։ Հիմա հայտարարում է, որ պետք է անպայման գնա եւ մասնակցի Մոսկվայի շքերթին։ Բավական չէ ինքը պետք է գնա, պետք է նաեւ բանակը տանի։ Եվ դուք սրանից հետո ոմանք, դուք հասերով բոլորին նկատի չունեմ անշուշտ, ոմանք դերևս խոսում են այն մասին, որ Նիկոլները սորոսականներ են, Սորոսի հովանավորությունն է ստանում, ծաղրում եք դուք։ Կարող է Նիկոլ Փաշինյանը գնում է Միացյալ Նահանգների որևէ շքերթի մասնակցելու կամ կարող է Նիկոլ Փաշինյանը հուլիս 14-ին գալիս է ազգային ազատագրության օրը կամ այսպես ասած ինչպես ընդունված է Հայաստանի մեջ կամ ինչպես մեզ դպրոցում սովորացնում էին Բաստիլի գրավման օրը նշել այստեղ Ֆրանսիայի մեջ։ Ոչ, գնում է Մոսկվա, հաղթանակի շքերթը մայիսի 9-ի հաղթանակի շքերթը հունիս 22-ին կայանալիք, մասնակցելու եւ հետը տանում է հայկական բանակի ուրեմն զինվորներին, որպեսզի ինչ ցուցադրի, այդ որ զենքերն է, որ Հայաստանը ունի եւ պետք է շրխկացնելով քայլեն ու ցուցադրեն տանկերը, հրթիռներն ու չգիտեմ ինչերը։ Մեկ։ Երկրորդ, սա ինչ թիթիզություն է։ Սա ինչ թիթիզություն է, սա լսված բան է ընդհանրապես, ինչու ես հայ գնում հրավեր է ստացել
դու ինչ որ այդ Տիգրան Ինչյանն էր, չգիտեմ, այդ տիպը որ գրել էր, որ Մոլդովյան եւ Ադրբեջանն են տուժել, որովհետեւ Ռուսաստանի դեմ են դուրս եկել։ Բոլորովին, որովհետեւ կլինի անպայման Մոլդովայի նախագահը, կլինի Նիկոլ Փաշինյանը եւ անպայման Ալիևը։ Զելենսկին չմասնակցի, Սալոմե Զուրաբիշվիլին չմասնակցի։ Եվ նրանք վստահաբար հրավերներ էլ չեն ստացել, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Այնպես որ երբ մի բան եք ասում, ճշտեք հետո ասեք։ Ես հրաժեշտ եմ տալիս այս օրերին մի քիչ ավելի առատ ինֆորմացիա կհավաքեմ եւ ասելիք շատ կա, բայց քանի որ ընդամենը 3 օր առաջ եմ հանդիպել ձեզ հետ, եւս մի 3 օր սպասենք կամ եթե հանկարծ ուրբաթը շաբաթից շուտ չգա քաղաքական ու հասարակական իմաստով, եթե ոչ, ես առաջարկում եմ, որպեսզի դուք դիտեք իմ Facebook-յան էջին է տեղադրված YouTube-ի մեջ Հարություն Բաղդասարյանի հետ արած մեր զրույցը տեսագրած 2 հատված է, փոքր հատվածներ են եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ ժամանակն է, որ հայ հասարակությունը Facebook-ից մեկ-մեկ տեղափոխվի նաեւ YouTube, ոչ միայն իմ կայանը, բոլորովին պարտադիր չէ, որ անպայման իմ կայանը, այսինքն ես նկատել եմ, որ դուք նայում եք հիմնականին, սովորության հարց է դա, այն ինչ տեղադրվում է Facebook-ի մեջ, ինքներդ YouTube-ի մեջ չեք փնտրում ոչ մի աղբյուր, ոչ մի ռադիոկայան, ոչ մի YouTube-յան հարթակ, որովհետև YouTube-ի մեջ հատկապես ռուս ընդդիմադիրները, որովհետև սա էլ է հետաքրքիր, մենք պետք է նրանց էլ լսենք, ինչու, օրինակ, Նավալնին, որ գուցե հրաշալի է իր երկրի համար, որպես Պուտինին գահանքեց անող եւ իշխանություն վերցնող մեկը, ես բոլորովին համոզված չեմ կամ չեմ կարծում, որ մեզ ձեռնտու է հետո ենթանք ասել դե քանի որ Պուտինը Ռուսաստանը ուրեմն Պուտին չունի այլևս եկեք հիմա Նավալնու հետ բարեկամություն ենք անում, մնում ենք Ռուսաստանի հետ բոլորովին, այնպես որ եթե օրը գա եւ ես սկսեմ գոռալ, որ գործ չունեք, այ մարդ Նավալնի կլինի, ինչ ուզում է լինի, գործ չունեք, ձեռք քաշեք։ Եվ սա կարևոր է, որ դուք լսեք նաեւ, ասենք ռուս ընդդիմադիր, ուկրաինացի ընդդիմադիր, որոնք ռուսերեն են խոսում կամ նույնիսկ ուկրաիներեն միտքը հասկանալի է, մի քիչ եթե ռուսերեն գիտենք, ես այսօր էր Յուշչենկոին լսեցի Գորդոններ հարցազրույց արել, ուկրաիներեն էին խոսում, գրեթե հասկացա։ Դուք հաստատ կհասկանաք, որովհետև ես ռուսերենի առումով հիմա վերջին 25 տարին առիթ քիչ ունեմ խոսելու, բնականաբար վարժ չեմ, իսկ դուք ավելի վարժ եք, ես որ դուք ավելի լավ կհասկանաք, եթե ես հասկացա, դուք հաստատ կհասկանաք, անպայման ես ուղղակի առաջարկում եմ տեղափոխվել մեկ-մեկ YouTube, հետաքրքիր նյութեր կան այնտեղ եւ մի սպասեք, որպեսզի ուղղակի կարելի է անունը, ինչ որ մեկի անունը, որ ձեզ հետաքրքրում է լատինատար այս դեպքում անպայման, որպեսզի այդ փնտրտուքի արդյունքը լինի հարուստ, լատինատար գրում եք եւ գրում եք վիդեոների վրա, որպեսզի ձեզ տանի այն վիդեոները, որը տվյալ մարդը ձեզ հետաքրքրող արել է, օրինակ, չգիտեմ, Վելլեր եք ուզում լսել, չգիտեմ, ուզում եք լատինինա լսել, չգիտեմ, ինչ եք YouTube-ի մեջ տասնյակ հազարավոր հարթակներ կան, հետաքրքիր եւ մեզ կարեւոր է նաեւ Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի մտածող մարդկանց լսել, հասկանալու համար, թե նախ աշխարհում ինչ է տեղի ունենում, հետո մենք ինչ ենք ուզում, ձևակերպել նաեւ մեր
ցանկությունները։ Եվ իմանալ արդյոք մենք ենթադրենք կրկնում եմ, եթե Պուտինը չէ, այլ Նավալնին է, մենք ուզում ենք Նավալնու Ռուսաստանի հետ ապրել, թե մենք ուզում ենք ինքնուրույն ապրել, ինչու՞ չէ, նաև ինչ որ, չգիտեմ, գործնական փոխհարաբերություններ պահպանելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի եւ մյուս բոլոր երկրների հետ։ Լավ կլինի իհարկե, եթե մի քիչ արևմուտքի կողմը շուռ գանք, որովհետեւ կարելի է մեկ-մեկ էլ այսպես փոխշահավետ պայմանագրեր կնքել, ոչ միայն մեկ միակողմանի, մենք անընդհատ մոլիբդեն մատակարարենք ու փոխարենը ոչինչ չստանանք ու հետո մեզ բացատրեն, որ սա գույք է պարտքի դիմաց։ Այս ամեն ինչը որոշելու համար կարևոր է, որ գնանք YouTube։ Այ հիմա իսկապես հաջողություն, տեսնում եմ, որ հարցեր չկան, եւ ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչեւ շատ շուտով, եթե անակնկալներ չլինեն, մի քանի օր հետո ես նորից կհայտնվեմ, չեմ կարող ասել երբ, որովհետեւ նկատել եմ, որ հենց օր եմ որոշում անպայման մեկ ուրիշ շատ կարևոր գործ է հայտնվում եւ ինձ կամ ինչ-որ մի բան է լինում, որ ինձ թույլ չի տալիս խոսքս պահել։ Ուրեմն խոսք չեմ տալիս, բայց հետևեք, եթե հետաքրքիր է, զրուցենք եւ հատկապես ձեր հարցերով։ Շնորհակալ եմ, բարի գիշեր եւ կամ բարի օր։ Կրկին կապ ունի, թե որ ժամանակային, ուրեմն հատվածի մեջ եք։ Հաջողություն եմ մաղթում բոլորին։